կներկայանաք։ Արայիկ Ղահրամանյան, պայմանագրային զինծառայող, զինված ուժերում ծառայում եմ 5 տարուց ավել։ Այս պահի դրությամբ եկել եմ սահմանից, եկել եմ մեր փոքրիկների ուրախությանը մասնակցելու եւ մեր մանկապարտեզի բացմանը Ներքին կարմիր աղբյուրի բնակիչ եմ 4 երեխու հայր եմ։ Տղա աղջիկ։ 4-ն էլ աղջիկ են։ Տղա չեք ուզում ունենաք 5-րդը։ Արդեն Աստծո կողմից տված է։ 3 երեխաս դպրոց են հաճախը, 8-րդ, 5-րդ եւ 2-րդ դասարաններ արդեն այս տարի, փոքրս էլ պարտեզա հաճախելու։ Ու ես որպես նայում եմ, որպես սահմանամերձ գյուղ, որպես ասենք մի քիչ վտանգավորության աստիճանը մի քիչ մեծ, բայց այսքան աշխատանքները որ կատարվել է, բոլորից գոհ շնորհակալ եմ, որ իմ երեխին այսօր բարեկեցիք մանկապարտեզը հաճախելու, բարեկեցիք դպրոց հաճախելու։ Մեր պարտավորությունն էլ ես դրանում բանանամ, որ ես եղածը պաշտպանենք, պահպանենք, մեր հայրենիքը, մեր գյուղը, մեր երեխեքի անվտանգությունը պահենք։ Մեր երեխեքն էլ ես եղածը կարողանան վայելել։ Իսկ ինչ խորհուրդ կտաք սահմանամերձ գյուղի բնակիչները, տղամարդիկ շատ զինվորագրվեն, հաճախ զինվորագրվեն։ Անպայման ցանկացած ով որ զինվոր է, նա անպայման իր պարտականությունները 100%-անոց կատարում է, ով որ ասենք հիմնական ասենք գյուղի բնակիչ է, պատրաստ է ամեն պահի զենքը ծերին պահպանի մեր գյուղը։ Ու խորհուրդ կտամ մնաք խոճապը չմատնվեն, այդքան մի բան։ Իսկ սահմանամերձ գյուղը Հայաստանում ինչ խնդիր ունի։ Այս պայմանությամբ որը հրատապ է։ Մենակ սահմանամերձ գյուղը մի հատ խնդիր ունի կառավարության ուշադրություն։ Ցանկացած ոլորտում, դա ասենք կապ սոցիալական կլի, թե անվտանգության կլի, մի հատ ուշադրություն թեթևակի, այդքան էլ կթևավորվի եւ սահմանամերձ գյուղի բնակիչը եւ երեխեն եւ իրանց ծնողները արդեն կիմանան, որ մենք որպես սահմանում ապրող մեր թիկունքին ունենք։ Հզոր կառավարություն, տերուտիրական, մենք էլ ամենքից մեր գործը կանենք, ույս թվում է, որ Հայաստանն էլ Իրանից լիվից լավ կզգա, հակառակորդն էլ այդ լրիվ միասնական ուժը տենալով, չի փորձի ոչ մի ոտնձգություն, ոչ մի սադրանք, մեր կազմակերպվածությունն ամենակրետ, այդ կազմակերպվածությունը փորձել, մեր թիկունքին էլ։ Շատ շնորհակալ եմ։